Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, ներկայացնեմ այն բոլոր տարբերակները, որով հասանելի ենք, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ դիտել եւ լսել մեզ, տեսագրություն ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հենց հիմա միացեք Facebook-յան հարթակ Հայաստանի Հանրային ռադիո հայատար գրված Facebook-յան էջ մեզ դիտելու եւ լսելու։ Ընդ որում մեկնաբանություններում կարող եք թողնել հարցեր եւ դիտարկումներ։ Ներկայացնեմ թե ում հետ ենք զրուցելու ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժնի ղեկավար բժիշկ վարակապան Անահիտ Արաքելյան, ողջույն բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն թեմայի առաջարկի համար։ Մենք լայմի հիվանդությանը թերևս չենք անդրադարձել, բայց փաստորեն պարզվում է, որ այն արտիական է, արժե դրա մասին խոսել, տեղեկացնել հանրությանը եւ իմանալ ինչպես վարվել, ինչպես պաշտպանվել, ինչ հետևանքներ դա կարող է թողնել եւ ընդհանրապես ինչպիսին է դրա տարածվածությունը մեր օրերում։ Նախ եկեք հասկանանք ինչու լայմի հիվանդություն եւ ինչպես կնկարագրեք այն մեզ համար։ Լայմի հիվանդություն կամ բորելիոզ, նույն հիվանդության մասին ենք խոսում։ Լայմի այդպես ասվել է, քանի որ առաջին անգամ, եթե չեմ սխալվում, Ամերիկայի Լայմ քաղաքում է հայտնաբերվել եւ այդպես է անվանումը եղել։ Հիմա խոսելը կարծում եմ շատ ճիշտ էր, քանի որ արդեն բացված է այդ ամառային սեզոնը, երբ որ մարդիկ բնության գրկում են ժամանակ անցկացնում եւ դա իհարկե նպաստում է, որ ծառաշատ վայրերում, այգիներում վարակվելու հնարավորությունը մեծ է լինում։ Հիմա հիվանդության մասին փորձեմ կարճ ներկայացնել հանրամատչելի ձևով։ Ահա մանրակրկիտ ներկայացնել, ժամանակ ունենք, որպեսզի լավ գիտելիք ստանանք։ Բորելիոզը դա վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը բորելիա տեսակի միկրոբներն են, իսկ փոխանցողը տզերն են։ Փոխանցումը հիվանդության հարուցումը տեղի ունենում տզի խայթոցի միջոցով եւ ինչն է հետաքրքիր, որ որպես կանոն մարդիկ չեն նկատում, չեն զգում այդ խայթելու պահը։ Ոչ, տզի թքի այդ արտազատուկի մեջ անզգայացնող հատկություն ունի այդ էքսուդատը եւ այդ իսկ պատճառով խայթոցի պահին անձը ծակոց կամ ցավ չի զգում եւ հիմնական դեպքերում մարդիկ նկատում են տզի արկայությունը կամ չեն էլ նկատում օրեր անց։ Դրա պատճառով ես միշտ խորհուրդ եմ տալիս եւ ես ինքս էլ իմ ընտանիքում, երբ որ մենք բնության գրկում ենք լինում, քաղաքից դուրս ենք լինում եւ հետ ենք վերադառնում, օրվա վերջում մարմնի զննություն եմ անցկացնում եւ խորհուրդ եմ տալիս բոլորին դա, երեխաների դեպքում իհարկե ծնողներին, որովհետեւ տզի արկայությունը հնարավոր է որ երեխան չտեսնի։ Եվ մանրակրկիտ զննելու դեպքում դրանով մենք իսկ կանխարգելում ենք հետագա բարդությունները, քանի որ մինչև 24 ժամ հայտնաբերելու եւ հեռացնելու դեպքում հիվանդություն գրեթե ռիսկերը շատ փոքր են, որ կզարգանա։ Լավ, եւ ուզեմ նաեւ մարդկանց հանգստացնել, որ երբեմն տզին տեսնելով գիշերը 3-ին վախեցած վազում են հիվանդանոց, վիրաբույժի մոտ, ոչ վիրաբույժի մոտ, որ հեռացնեն եւ հատուկ բիրտ մեթոդներով փորձում են ամբողջովին մաշկը վնասելով հեռացնել։ Տնային պայմաններում իհարկե ձեռքով հնարավոր չի հեռացնելը, քանի որ նա պինդ կպած է մաշկին եւ անգամ լոգակ ընդունելուց հետո էլ նա մնում է եթե չհեռացնել։ Բայց սա վախենալի է։ Այո։ Գերացնում եք մեր վիճակը պացիենտներից, եթե մենք հանկարծ տեսնում ենք տիզ, որին հնարավոր չէ պոկել։ Այո, տնային պայմաններում կարելի է սովորական ակցանի, պինցետի, կարծեմ չկա այդպիսի ընտանիք, որտեղ կայքին եւ չլինի այդ հարմարանքները, հնարավոր է տզին սեղմել, պտտելով հեռացնել կամ օրինակ սովորական թելի միջոցով հանգույց պատրաստել, մոտեցնել տզին, նորից պտտելով, ձգել եւ հեռացնել։ Օրինակ ներարկիչը կարելի է կտրել ծայրի հատվածը, մի փոքր հալեցնել, որպեսզի սուր ծայրերը չվնասեն մաշկը եւ կիպ սեղմելով մաշկին վակուում ենք ստեղծում կարծես թե հետ քաշելով մխոցը նորից տիզը դուրս է գալիս առանց վնասվելու, առանց ոտիկները մաշկի մեջ մնալու եւ առանց որևիցե խնդրի։ Եվ եթե վստահ են, որ դա մինչև 24 ժամն են նկատել եւ հեռացրել, իհարկե այդտեղ ոչ կանխարգելիչ բուժման կարիք ունենք եւ ոչ էլ հետագա այդ երկարատև հակաբակտերիալ բուժման կարիքը։ Եթե անմիջապես է մինչև 24 ժամը։ Իսկ եթե 24 ժամ եւ ավել է մնացել, մինչև 72 ժամ
նկատելը կարող են կանխարգելել մեկ անգամյա անտիբիոտիկի կիրառումով։ Ես չեմ նշում որը կոնկրետ, որպեսզի հանրության գործունեությամբ չզբաղվենք։ Այո, եւ հանրության մեջ այդպիսի տպավորություն չլինի, որ ցանկացած միջատի խայթոցի դեպքում նրանք մոտենան դեղատուն, վերցնեն այդ դեղորայքը եւ օգտագործեն այդ իսկ պատճառով երևի թե ճիշտ կլինի չբարձրաձայնել դեղորայքի անունը։ Գաղտնի շրջանը տևում է 3-ից 30 օր, ինկուբացիոն շրջանն է դա։ Եվ դա այն շրջանն է, երբ որ մարդը վարակվել է արդեն, բայց դեռ կլինիկական դրսևորումներ չկան։ Ոչ մի գանգատ չունի տվյալ հանձնավորություն։ Միջակայքը փաստորեն այդքան Այո, այդքան երկար կարող է լինել։ Այդ գաղտնի շրջանից հետո սկսվում են կլինիկական նշանների դրսևորումը, ընդհանուր սկզբում հնարավոր է ընդհանուր գրիպի ախտանշաններով ընթանա, կատարալ երևույթներով, հարբուխի երևույթներով, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, փռշտոց, բկանցքի ցավ, մկանացավ, այն բոլոր կլինիկական նշաններն են, որոնք լինում են նաև վիրուսային հիվանդությունների դեպքում։ Կատարալ երևույթները մենք արցունքահոսություն, մրմռոտ, քթահոսություն, արցունքահոսություն հնարավոր է այդպիսի որպես չլինի, բայց կոկորտի ցավ, քթահոսություն, հաց փռշտոց հնարավոր է որ լինի։ Ամենաբնորոշ նշանը որն է բորելիոզի դեպքում, երբ որ մարդը արդեն վարակվել է, ուղղակաձև էրիթեմա է կոչվում եւ շատ տիպիկ է, կլոր օջախ է լինում, սկզբում հետք է լինում կարմիր, որը աստիճանաբար մեծանում է, մինչեւ 5-6 սանտիմետր կարող է մեծանալ, երբեմն ավելի շատ, եւ սկսվում է կենտրոնից գունաբացվել եւ անմիջապես երբ որ մենք զննում ենք ու տեսնում ենք այդ տիպիկ ցանը, ուղղակաձև էրիթեմա է կոչվում, արդեն այդտեղ կասկած չկա, որ այստեղ հենց բորելիոզ է հիվանդությունը։ Շփոթել այլ բաների հետ հնարավոր չէ։ Եվ երեխաների մոտ երբեմն ունենում ենք, որ հենց միայն այդ մի ախտանիշն է լինում եւ մայրիկները երեխաներին տանում են մաշկաբանի մոտ որպես կանոն։ Երբեմն իհարկե փորձառու մաշկաբանները անմիջապես գլխի են ընկնում եւ ուղարկում են արդեն վարակապանների մոտ հետագա բուժման, երբեմն էլ բուժումներ են կատարում, իհարկե դա սովորական բուժումով չի անցնելու եւ ընդհակառակը հնարավոր է գունաբացվել, նորից մքանել, բայց ինքը դա հարցի լուծում չի լինի, հա, միայն քսուկներով բուժումը, անհրաժեշտ է էթիոտրոպ բուժում, հենց բորելիոզին ուղղված։ Եվ պարտադիր չէ, որ խայթոցի հենց վայրում լինի այդ օղակաձև էրիթեման, հնարավոր է մարմնի այլ հատվածում լինի, որովայնին, վերջույթներին, երբեմն մեծ տարած կարող է ընդգրկել ամբողջ որովայնի առաջային պատին մեծ տրամաչափով այդ օղակաձև էրիթեման մենք կարող ենք տեսնել։ Իսկ սա հաճախ ավելի շատ շփոթում են ալերգիկ ցանի, թե այլ մաշկաբանական հիվանդություններ։ Գիտեք, ավելի շատ ալերգիկի այդքան չեն շփոթում, որպես կանոն մաշկաբանական որևիցե խնդիր է դրսևորվում եւ եթե մաշկաբանը անմիջապես գլխի չի ընկնում, իրենք սկսում են բուժել որպես մաշկային հիվանդություն։ Եվ հա, մեկ բան մոռացա ասեմ, լրացնեմ, երբ որ հեռացնում են տնային պայմաններում ստացվում է հեռացնել տզին, ուղղակի պետք է որևէ անտիսեպտիկ լուծույթով մշակել, դա կլինի ջրածնի պերօքսիդ, դա կլինի բետադինի լուծույթ կամ սպիրտ, էական չէ։ Հասանելի իրականում որը որ տանը մենք բոլորս ունենում ենք, պետք է մշակել, որպեսզի երկրորդային բակտերիալ ինֆեկցիա չգումարվի եւ տեղային բորբոքում չառաջանա։ Լավ։ Եվ երբ որ մանկաբույժը կամ մեծահասակների թերապևտը, վարակաբանը տեսնում են այդ տիպիկ օղակաձև էրիթեման, իհարկե արդեն դա իսկ ցույցում է, որ սկսեն բուժումը։ Եթե մինչև 72 ժամն է միանվագ է տրվում անտիբիոտիկը, իսկ եթե արդեն անցել է 72 ժամից ավելի եւ կա կլինիկական դրսևորումներ, իհարկե արդեն ստանում է կուրսով, դա 10-ից 14 օր է, երբեմն նաեւ բժշկի դիտարկումով, ելնելով հիվանդի վիճակից, հնարավոր է մինչև 21 օր ստանա հակաբակտերիալ բուժումը։ Բավականին երկարատև է։ Այո, կլինիկական նշաններից ուզում եմ նաև առանձնացնել, հատկապես մեծահասակների մոտ երևի ավելի շատ է արտահայտվում, սրտի կողմից ախտահարում է լինում, հիմնականում ռիթմի խանգարումներ է լինում, ամենաընտրողաբար բորելիոզի ժամանակ ախտահարվում է դիմային նյարդը, նյարդաբանական բարդությունների դեպքում, լինում է դեմքի 1 կամ 2 կեսի ասիմետրիա, դիմային նյարդի պարես, ընդհանուր կաթվածահարության այո, տպավորություն է, այո, եւ ընդհանուր առմամբ գլխացավեր են ունենում, կոորդինացիայի հիշողության խանգարումներ, ծոծրակային մկանների կարկամություն եւ այս գանգատներով էլ այս անգամ էլ դիմում են նյարդաբանների եւ մի փոքր այդ առումով ֆացիալիսի կասկածով այո, իհարկե, որովհետեւ ունի հենց բնորոշ դիմային նյարդի ախտահարման կլինիկական նշանները։
Եվ հոդերի կողմից է շատ ախտահարումներ դիտվում, մանր հոդերի եւ մեծ հոդերի, հատկապես ծնկան հոդն է։ Հիմնականում գրեթե միշտ ծնկան հոդի ախտահարում է դիտվում, դա լինում է այտուցի տեսքով, ցավի տեսքով, երբեմն նշում են պացիենտները վերջույթների թմրածություն, ծակծկոց, մռմռոց։ Ոստան ինտոքսիկացիա է գնում ամբողջ Դա արդեն ավելի ուշ շրջաններում 3 շաբաթից մինչև 12 շաբաթ կարծես թե տարածվում է ամբողջ օրգանիզմով վարակը եւ դրսևորումները լինում են այդպիսին։ Ու հիմա էլ գնում են երևի Հիմա էլ գնում են նյարդաբանի եւ ռևմատոլոգի մոտ եւ հետաքրքիր անցողիկ բնույթի են լինում, այդ սուր այտուցը ցավերը կարող է մի քանի օր լինի։ Որպես կանոն դե բնականաբար մարդիկ օգտագործում են ցավազրկողներ, հակաբորբոքայիններ, հակաալերգիկներ եւ կարծես թե նվազում է ցավը այտուցը եւ որոշ ընթացք մի քանի օր, 1-2 շաբաթ հնարավոր է չունենա գանգատներ, բայց անպայման նորից կրկնվում է եւ այս անգամ հնարավոր է ավելի խիստ արտահայտված դրսևորումներով։ Իհարկե ռևմատոլոգներն էլ, նյարդաբաններն էլ դե բնականաբար իրենց պաթոլոգիաներն է սկսում են բուժել երբեմն բայց որպես կանոն վերջում իհարկե արդեն գործը հասնում է վարակաբաններին, քանի որ կրկնում են պետք է այստեղ էթիոտրոպ բուժում, որպեսզի կլինիկական նշանները վերանան։ Բարդ է գուշակել, բայց տեսեք շատ մեծ միջմասնագիտական տեղեկացվածություն է պետք, որ մի մասնագիտացման բժիշկը իմանա թե Գիտեք, բայց վերջին տարիներին հաճելիորեն ուզում եմ նշել, որ շատ տեղեկացված են բժիշկները նաև պոլիկլինիկաներում, առաջնային օղակներում եւ իրենք անմիջապես գլխի են ընկնում մեծ մաս դեպքերում եւ իրենք ուղղորդում են արդեն վարակաբանի հետագա հսկողության եւ բուժման։ Եվ մեկ էլ մարդկանց մոտ մի այսպիսի վախ կա, որ անմիջապես տիզը, եթե հայտնաբերում են, երկու կարծիք կա, տզերին պետք է հետազոտել, թե պետք չէ հետազոտել։ Հենց անձամբ տզերին։ Այո, որպեսզի հասկանան տիզը վարակված է, թե վարակված չէ։ Բայց անգամ դա չի կարող հաստատել կամ շղթել հիվանդությունը կզարգանա մարդու մոտ, թե չէ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում, եթե մենք ունենք տիպիկ կլինիկական նշաններ, այդ օղակաձևերի թեման, լաբորատոր ցուցանիշներ կան իհարկե նաև, սպეციფიկ հակամարմիններ են հայտնաբերվում, դա անմիջապես չի լինում։ Օրինակ, եթե տզին հայտնաբերել են, որ եւ վաղը պացիենտը որոշում է, որ ինքը պետք է գնա եւ որոշի հակամարմիններ ունի, թե չէ, դա ցույց չի տա։ 2-ից 4 շաբաթվա ընթացքում է զարգանում, ձևավորվում հակամարմինները Իմունոգլոբուլիններ են դրանք M եւ G, M-ը ավելի շուտ վաղ շրջանում է հայտնաբերվում, G-ն ավելի ուշ եւ այս անալիզները եւս երբեմն լինում են կեղծդրական եւ եթե բժիշկը ունի կասկածներ եւ ուզում է անպայման վստահ լինել լաբորատոր հետազոտություններով դա կա թե չէ, այսպես կոչված իմունոբլոտ է կոչվում այդ հետազոտությունը եւ դա վերջնական պատասխան է տալիս ունի պացիենտը այդ հիվանդությունը թե չէ։ Սա արյան անալիզ է։ Արյան անալիզ է, այո, արյան բայց անալիզ երևի ոչ սովորական հետազոտություն, այլ հատուկ ինչ-որ Հակամարմիններ են, դա ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բոլոր այդ հետազոտությունները իհարկե կատարվում է եւ պատշաճ կերպով։ Եթե այդքան ուշ են պատասխանները ստացվում, բուժումը ցանկալի է ամեն դեպքում սկսել։ Ես կրկնում եմ, այո, եթե մենք տեսնում ենք այդ օղակաձևերի թեման, որը բնորոշ է միայն լայմի հիվանդությանը, շատ տիպիկ է ինքը, եթե մենք տեսնում ենք եւ իհարկե անամնեզ ենք հավաքում էպիդարցիոք քաղաքից դուրս եղել է, երբ է եղել անտառային վայրերում գտնվել է, նկատել է միջատի խայթոց։ Երբեմն այ մարդիկ մտածում են դա մոծակի խայթոց է, մի փոքր կարմրեց անցավ, չէ։ Կլինիկորեն եւ էպիդանամնեզ ունենալով մենք արդեն գրեթե անգամ լաբորատոր ցուցանիշները չունենալով վստահ ենք լինում, որ այստեղ հենց լայմի հիվանդությունն է եւ սկսում ենք բուժումը իհարկե։ Իսկ մաշկաբանին դիմելու դեպքում դերմատոսկոպիան ցույց տալիս է եւ նրանք արդյոք կասկածում են սրանով ուր ուղղորդել։ Դերմատոսկոպիան կարող է ցույց տալ մաշկի տեղային բորբոքումը, որ հատվածն է մաշկի էպիդերմիսն է, թե ավելի խորը հատվածներն են ներգրաված, հա, զուտ տեղային բորբոքումը մաշկաբանը կարող է գնահատել, բայց ցանի տիպիկ լինելը կարծում եմ երևի թե գրեթե բոլոր բժիշկները տարբերակում են անմիջապես, որ սա հենց լայմի հիվանդությունն է եւ սա հենց օղակաձևերի թեման է։ Եվ մի հարց էլ կարծում եմ կհետաքրքրի, դուք ասացիք քաղաքից դուրս եղել են թե ոչ, անտառային միջավայրում եղել են, Հայաստանում որ շրջաններն են այդպես թիրախային ռիսկային վտանգավոր։ Առհասարակ վտանգավոր են, նախ ուզում եմ մի փոքր հանգստացնել, այդ վտանգավոր տեսակի
տզերը, որոնք փոխանցում են եւ առաջացնում են այդտեղ նյարդաբանական ավելի լուրջ բարդություններ, տզային էնցեֆալիտ, նյարդաբանական այնպիսի խնդիրներ, երբ որ կարող է լինել պարալիզ, պարեզ վերջույթների, մարդիկ կարծես դառնում են հաշմանդամներ արդեն այդ դեպքում։ Հիմնականում այդ տեսակները Հայաստանում չեն հանդիպում, ավելի շատ Ռուսաստանում կամ Ամերիկայում, մեր տարածաշրջանում մենք չենք ունեցել նման վտանգավոր տեսակի տզեր։ Բայց այնուամենայնիվ բոլոր այն վայրերը, որտեղ անտառները կան, ծառերը շատ են, իհարկե այդտեղ կարող է լինել տզեր եւ կարող են խայթել։ Ու Հայաստանում իհարկե դա մեր Դիլիջանն է, որ փոքրի շատ է համարվում է ավելի անտառային գոտի եւ Դիլիջանից ունենում ենք իհարկե դեպքեր, բայց դա մեզ չի կարող օրինակ բացառել, որ օրինակ Երևանում այգում քայլելիս կամ զբոսնելիս հնարավոր չի տզի հետ հանդիպել կամ տիզը հնարավոր չի որ քեզ խայթի։ Դա ինձ թվաց Երևանը բացառում ենք եւ հանում ենք այդ ցուցակից, բայց փաստորեն չէ, եթե ծառա շատ է։ Հա, եւ այդ իսկ պատճառով քաղաքից դուրս երբ որ գնում են բնության գիրք, իրենց հանգստյան օրերը անցկացնելու, ես միշտ խորհուրդ եմ տալիս, հիմա եւս խորհուրդ եմ տալիս, որ ոտքերը փակ լինի, հատկապես երեխաների դեպքում, լինեն փակ կոշիկներով, երկար տաբատներով, եթե հնարավոր է տաբատները նաեւ գուլպաների մեջ դնել, քանի որ տիզը ոտքերի վրայով բարձրանալով կարող է ավելի վեր բարձրանալ, հա, ինչպես նաեւ երկարաճիտ հագուստ առհասարակ երկար լինի, նույն սարոճկաները երկար լինեն, նույն տաբատները, որպեսզի վտանգը հնարավորինս մեղմացնենք։ Քանի որ եթե օրինակ բաց հատվածներում բարձրանա, տեսանելի կլինի ավելի, բայց երբ որ ոտքերը բաց է լինում, երեխաների դեպքում իրենք չեն էլ նկատում։ Այդտեղ արդեն իհարկե մայրիկների եթե ծակոցը չի զգացվում, դուք չի ասացիք, զգացվում, որ այո։ անեստետիկ էֆեկտ է ունենում Եվ իհարկե կան միջատներին վանող սփրեյներ, հիմա բավականին լայն տեսականի կա եւ ես միշտ խորհուրդ եմ տալիս, երբ որ գնում են բնության գիրք, կարող են այդ սփրեյներով օծել վերջույթները, հագուստը, որպեսզի դա փորձի վանել տզերին։ Իսկ սրանք հասանելի են սովորական դեղատներում։ Այո։ Գովազդ չեմ ուզում անենք, Դա դեղատներում, ինչպես այո։ հարցնել, միջատների դեմ սպրեյ։ Այո, միջատների, մոծակների, իրենք որպես կանոն մեկ ֆլակոնի մեջ ներառված է լինում եւ միջատների եւ մոծակների, այո, հասանելի է եւ ազատ վաճառք է կարող են գնել։ Իսկ երեխաների համար թույլատրելի են հիպոալերգիկ հենց մանկական, գիտեք, հենց նշվում է այդ տուփերի վրա 0-ից սկսած 3 տարեկանից բարձր, մեծերի համար բարձր, իհարկե ծնողը պետք է այդ դեպքում մի փոքր ուշիմ լինի եւ դեղատան աշխատողը, եւ որպես կանոն ասեմ հարցնում են դեղատան աշխատողները, ես ինքս էլ երբ որ ձեռք եմ բերում, հարցնում են, ինչ տարի ձեզ համար եք ուզում, թե երեխայի համար եք ուզում, եւ տալիս են իհարկե ճիշտ տուփը։ Իսկ այս տզերը ունեն սիրած վայրեր մարդու մարմնի վրա։ Ոտքերը պարզ է, որ ավելի գետնին են մոտիկ եւ հասանելի են, իսկ դեմքը, այս Չէ, գիտեք, դեմքին գրեթե չեմ հանդիպել ես իմ պրակտիկայում, բայց մազերի մեջ ունեցել ենք դեպքեր, որ մազերի մեջ է տեղակայված եղել, հա, դե ոտքերից սովորաբար իրենք լինում են խոտերի վրա, հողին մոտ ավելի եւ ոտքերի միջոցով են բարձրանում, թե այ ինչ հեռավորության կհասնեն եւ չեն հայտնաբերվի, դա ինչ որ հստակ սպეციფიկ վայր չեմ կարող ասել, որ այստեղ ավելի շատ են լինում, վերջույթներին երևի թե։ Կուզեի նաև բարդությունների դեպքում խոսել այլ լաբորատոր հետազոտությունների կամ գործիքային հետազոտությունների մասին, բայց բարդությունների դեպքում, երբ այլ օրգան համակարգեր են ներմուծված, ներգրաված լինում եւ Գիտեք, նույն ռևմատոլոգիայում ռևմատոլոգները իրենք արդեն կարծում եմ գլխի կընկնեն, երբ որ սպეციფიկ ռևմատիկ ֆակտորները, հատուկ ցուցանիշներ կան, որոնք մատնանշում են, որ հենց այստեղ ռևմատոլոգիական խնդիր է, իրենք այդպես բարձր հնարավոր է չլինեն։ Եվ սպეციფიկ հակարևմատիկ բուժման ֆոնի վրա, երբ որ դինամիկա չեն տեսնում, դա եւս հուշում է, որ այստեղ խնդիրը այլ է։ Նույնը նյարդաբանների մոտ, երբ որ տիպիկ նյարդաբանական խնդիրով մոտենում է եւ սկսում են բուժումը եւ կարծես թե դինամիկա չեն տեսնում, արդեն դա մտածելու տեղիք է տալիս, իսկ միգուցե սա բորելիոզ է եւ պետք է դա հետազոտել, քանի որ այդ խնդիրները առաջանում են ավելի ուշ էտապներում, այսինքն 12 շաբաթ հետո կամ ավելի ուշ, մի քանի ամիս անց, եւ տվյալ անձն էլ մոռանում է, որ այ խայթոց է եղել կամ ինչ որ մի բնության գիրք է գնացել, այստեղ արդեն երևի բժշկի ուշադրությունը պետք է ավելի շատ լինի, որ հնարամտություն այո, եւ շատ մանրակրկիտ, այ ինֆեկցիոնիստները այդ առումով մի քիչ ավելի մենք մասնագիտական ենք, միշտ առաջի հարցը տալիս ենք, որտեղ եք եղել։ Դա մեզ իհարկե շատ հուշում է եւ ուղղություն է տալիս, թե ինչն է պետք շղթել, ինչն է պետք հետազոտել։ Այդ առումով իհարկե
Եվս մի ավելի հեշտ է։ կարևոր հարց, կարծում եմ բոլորին կհետաքրքրի, նման տզերի խայթոցը, հենց լայմի հիվանդությունը կամ այլ նմանատիպ այս շարքի հիվանդություններ ավելի ռիսկային են փոքր տարիքի մանկական հասակի համար, թե մեծահասակների, ունենք այստեղ տարիքային ռիսկային խմբեր։ Առհասարակ երեխաների մոտ մինչև 1 տարեկան, մինչև 3 տարեկան, քանի որ իրենց իմուն համակարգը կարծես թե դեռ ձևավորված չի, իհարկե այդ երեխաների մոտ եւ մեծահասակների մոտ ընթացքը կարող է լինել ավելի բարդ, բայց ես իմ պրակտիկայում երեխաների մոտ բարդությունները հազվադեպ կարող եմ հիշել, որ այսպիսի բարդություններով են եկել, որտեղ մամաները հենց նկատում են այդ օղակաձևերի թեման, իրենք անմիջապես դիմում են բժշկի, հա, եթե մեծահասակը մտածում է դե լավ, միևնույնն է, քոր չի գալիս, չի ցավում, ինձ չի հանգստացնում, կանցնի, էլի հոչի մնալու։ Երեխաների դեպքում եւ ավելի լավ որ այդպես է, մայրիկները ավելի զգոն են եւ արագ են դիմում եւ մենք գրեթե չենք հանդիպում արդեն ավելի ուշացած այդ դիմային նյարդի բորբոքումները, հոդային տարբերակները, եթե կանել դա շատ հազվադեպ է։ Իսկ այ մեծահասակների մոտ արդեն ավելի շատ են այդ բարդությունները դիտվում եւ իրենք այդ բարդություններից ելնելով, հետ գալով նոր գալիս ենք այդ կետին, որ սկիզբը եղել է սա, տզի խայթոցը եւ զարգացել է բորելիոզը եւ արդեն սա բորելիոզի բարդություններն է համարվում։ Ես պատկերացնում եմ ձեր անամնեզի հավաքումը ուր եք եղել, ում հետ եք Հա, շփվել, ինչի եք երբեմն նաև զարմանք է առաջանում, ինչու եք այդքան մանրակրկիտ մեզ հարցեր տալիս։ Ոչ միայն բորելիոզի դեպքում, ինֆեկցիոն հիվանդությունների բազմաթիվ տարբերակներ կա հիվանդության դրսևորումներ, որ մենք պետք է այդ էպիդանամնեզը ունենանք, որպեսզի ճիշտ ախտորոշում եւ ճիշտ բուժում կազմակերպենք։ Հետաքրքիր է, իսկ այլ միջատների խայթոցները, օրինակ ամենատարածվածներից մոծակները եւ մեղուները, որոնցից ինտոքսիկացիաներն էլ հաճախ ըստ առանձնահատկությունների լինում են, էլի ձեր կոմպետենցիայի շրջանակում են, թե ոչ։ Չէ, եթե արտահայտված իհարկե երբ որ ցանավորված հիվանդ է լինում, այդպես է, չէ, բոլոր ցանային հիվանդները դիմում են ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, կարգը այդպես է, բայց երբեմն այդ մոծակների, մեղուների խայթոցի հետևանքով, եթե դա տեղային լոկալ process չէ, որը անցնում է, լինում է առատ արտահայտված եղնջացան, ավելի ծանր դեպքերում իհարկե կվինկեի այտուց է զարգանում, որ դա անհապաղ բժշկական օգնություն է անհրաժեշտ, դա կյանքի հարց է լինում, հա։ Նման դեպքերում իհարկե ցանկացած կարծում եմ մանկաբուժական կլինիկա դիմելով իրենց օգնությունը ցուցաբերում են, բայց դա էլի կախված է երեխայից, մեծահասակների դեպքում մեծահասակներից, մի մարդու մոտ մեղվի խայթոցը մի կետով է ավարտվում, իսկ մեկ ուրիշի մոտ դա կարող է օրերով եղնջացան լինել եւ շատ դժվարությամբ դեղորայքի միջոցով նոր դուրս բերել այդ վիճակից։ Եվս մի հարց, արդյոք կապ ունի երեխայի կամ թեկուզ մեծահասակի ընդհանուր օրգանիզմի դիմադրողականության վիճակը, կապ ունի, սա կբարդանա թե ոչ, կվարակվի թե ոչ։ Գիտեք, այո, ցանկացած հիվանդության պարագայում այն երեխաները, որոնք ունեն թույլ իմունիտետ, հաճախ հիվանդացող են, իհարկե ոչ միայն լայմի հիվանդության դեպքում, այլ բոլոր հիվանդությունները իրենք ավելի ծանր են տանում։ Բայց դա չի նշանակում, որ օրինակ առողջ երեխան, որը երբևէ չի հիվանդացել, նա չի կարող հիվանդանալ լայմի հիվանդությունով, չէ։ Ուղղակի փոքրինչ իրենք ավելի ապահովագրված են, որ հնարավոր է հիվանդությունը չզարգանա իրենց մոտ։ Եվ պարտադիր չէ, որ բոլոր տզերի խայթոցից հետո զարգանա հիվանդությունը։ Հնարավոր է, որ տիզը վարակված չի եղել, եւ դա միայն տեղային process-ով ավարտվի եւ վերջ։ Դրա համար այն երեխաները, որոնք գանգատներ չեն ունենում, միայն այ մայրը նկատել է տիզը, հեռացրել են եւ երբեմն գալիս են, բա չեք բուժում, չէ։ Մենք պետք է ունենանք կլինիկական դրսևորումներ, որ կարողանանք սկսել բուժումը, հա։ Այդ պատճառով այդ երեխաներին մենք մոտ 1 ամիս հսկում ենք։ Երբեմն պետք է ուղղակի իհարկե եւ հսկում ենք եւ կլինիկորեն տեսնում ենք, կլինիկական նշաններ եւ լաբորատոր հետազոտություններ, քանի որ ես արդեն նշեցի, լաբորատոր հետազոտությունները մեզ պետք է 2 շաբաթ ամենակիչը անցած լինի, որպեսզի հակամարմինները ձևավորված լինեն։ Իսկ այստեղ պատվաստման կամ կանխարգելիչ ինչ որ դեղորայքի հնարավորություն ունենք, որ այդ չսկսվի, ոչ թե սպասենք, չէ, մեզ մոտ չունենք, բայց կանխարգելիչ արվում է այն դեպքում, երբ որ 24 մինչև 72 ժամ է մնացել տիզը, ոչ ավել։ Այդ դեպքում միանվագ կարելի է տալ։ 1 օրով այդ անտիբիոտիկը տրվում է 1 անգամով եւ վերջ։ Բայց եթե մնացել է 72 ժամից ավել, իհարկե այդ դեպքում արդեն կարծում եմ, որ հիվանդություն է զարգանալու եւ արդեն պետք է հիվանդը ստանա պացիենտը կլինիկական նշանների դեպքում ստանա լիարժեք բուժում։ Հետազոտվի, բուժման պլան սահմանվի եւ այլն։ Լսարանից մի քանի հետաքրքիր հարց ունենք, արդյոք ջերմությունը կամ սրտխառնոցը կարող են
ձեր նշած գանգատների մեջ ներառվել։ Սկզբնական շրջանում ինչպես նշեցի, այո, կարող է ընդհանուր հիվանդություններին, այլ հիվանդություններին բնորոշ նշաններ լինի, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, սրտխառնոց եւ կոկորդի ցավ, հազ, փռշտոց, բայց թող իհարկե տագնապ չստեղծվի մարդկանց մոտ, որ ամեն անգամ սրտխառնոցի կամ ջերմության դեպքում մտածեն, որ սա բորելիոզն է, չէ։ Ուղղակի պետք է հետևողական լինել եւ ամենալավ կանխարգելման միջոցը երեկոյան տուն գալուց, մաքուր բացօթյա վայրերում գտնվելուց հետո, բնության գրկում գտնվելուց հետո մարմնի զննություն անցկացնել ընդամենը։ Հաջորդ հարցը, հնարավոր է արդյոք ճանաչել տզին արտաքինիցս չափերի գույների գոնե։ Գիտեք, փոքր միջատ է տիզը եւ ինքը դժվար է տարբերակել մոտավորապես։ Հնարավոր է մի փոքր եւ մեծ կամ ավելի փոքր լինի եւ այսպես անզեն աչքով նայել եւ ճանաչել, որ սա տիզն է, կարծում եմ հնարավոր չէ, եթե դու մասնագետ չես իհարկե։ Իհարկե մրջունից կտարբերեն, մի փոքր կլոր է, իր կնճիտներով է, չանչերով է, մի փոքր տարբերվում է սովորական մրջուններից, բայց այդպես որ նայել եւ տարբերակել կարծում եմ դժվար կլինի։ Իրենք բոլորը մուգ շագանակագույն են, գորշ գույնի են լինում, այո։ Եվս մի հարց լսարանի կողմից, մոծակի դեպքում ասում են, որ իմ արյունից է դա, իմ մաշկից է, տեսակ կա, որ գրավիչ է այդ միջատի համար, տեսակ կա, որ ոչ։ Այս տզերի մասին ինչ կասեք։ Չէ, այդպիսի ինչ որ առանձնահատկություններ չկա, տիզը չի ընտրելու իր մաշկի գույնի մարդու է խայթելու թե ոչ։ Ուղղակի երբ որ երբեմն իրենք մի քանի օր են մնում մաշկի վրա եւ արյունով լցվում է արդեն կարծես իրենց մարմինը, իրենք արտափքվում են մի քիչ, բայց դա այդպես վախենալու չափերի չէ, մի փոքր ավելի մեծացած են լինում։ Այս դեպքում հնարավոր է ինչ որ գունային փոփոխություն լինի, բայց այդպես որ առանձին տզի գույնը տարբեր է, մարդու մաշկի գույնին համապատասխան է, իհարկե ոչ։ Եվ մեր վերջին րոպեներին ինչ կուզեք ավելացնել այս հիվանդության մասին, ինչ կուզեք բացի մեր նշածներից փոխանցել լսողներին, զգուշացնել կամ հանդարտեցնել միգուցե։ Նորից երևի մասամբ կկրկնվեմ, որ քաղաքից դուրս գեղեցիկ վայրեր այցելելիս, ընտանիքի հետ հաճելի ժամանց անցկացնելիս միշտ ավելի զգույշ եղեք, փորձեք ավելի հագուստ ընտրել համապատասխան բացօթյա վայրերի, որպեսզի խայթոցներից կոնկրետ տզի դեպքում խուսափենք, որովհետև եթե հագուստը լինի փակ, եթե դուք օծված լինեք այդ միջատներին վանող սփրեյներով, հավանականությունը գրեթե աննշան է, որ դուք կարող եք վարակվել։ Եվ դա վերաբերվում է կարծեմ ոչ միայն տզերին, բնության գրկում զանազան կենդանիներ կան, միջատներ կան, որ կարելի է այդ մեթոդով խուսափել բոլորի խայթելուց, վնասվելուց եւ առհասարակ։ Այ դուք ասացիք, որ եթե տիզը վարակված է կամ վարակված չէ, իսկ իրենք որտեղից են վարակվում, սա հայտնի է մեզ։ Իրենք փոխանցողներն են, բայց օջախները համարվում են այդ անտառային կրծողները, առնետները, մկները, երբեմն շները, օրինակ, չգիտեմ, Ռուսաստանում այդ ալենները, եղջերուներ։ Այո, իրենց տիպիկ։ Վայրի կենդանիներն են համարվում ռեզերվուար եւ իրենց խայթելով տիզը վարակվում է եւ հետո արդեն փոխանցում է։ Առաջնային օջախը հենց տզերը չեն, տզերը փոխանցողներն են։ Եվ այսինքն սա արյան միջոցով է փոխանցվում, դե խայթում է արդեն կենթանին, որը վարակված է եւ այդ միջոցով արդեն տիզն էլ վարակվում է եւ ինքն էլ խայթելով արդեն փոխանցում է մարդուն։ Այս դեպքում հարց է առաջանում, իսկ այդ կենթանիներից մարդիկ վարակվում են այս հիվանդությամբ։ Անմիջապես կենթանիներից չէ, կենթանիների հետ շփումով, տզերը նորից հարուցում են էլի այլ հիվանդանոց տուլարեմիա, ռիկեցիոզները դրանք եւս փոխանցվում են, հնարավոր է փոխանցվեն տզերի միջոցով, բայց տուլարեմիան օրինակ կարող է առաջանալ հիվանդ կենդանու հետ շփման կամ նրա արտաթորանքներով աղտոտված սննդի միջավայրի հետ շփումից այդ տարբերակով, բայց կոնկրետ բորելիոզը կենդանուց իհարկե հնարավոր չի վարակվել։ Էլի լավ է, էլի լուսադրող է հատկապես շների դեպքում եւ առնետների մի հարց էլ ստացանք լսանից, հնարավոր է արդյոք որ վարակված մարդը վարակի մեկ այլ մարդ։ Ոչ, մարդը մարդուն վարակի։ Իհարկե, գիտեք, դա միայն բորելիոզի դեպքում չի, ցանկացած հիվանդության դեպքում միշտ երբեմն նույն պալատում մենք տեղավորում ենք միանման հիվանդներ ու միշտ մայրիկների մոտ վախ է լինում իմ երեխան հոչի վարակվի մյուսի երեխայից, չէ, այս դեպքում բացառվում է մարդուց մարդ վարակ չի կարող լինել։ Նույնիսկ կենցաղային իրերով, նույնիսկ հպումով, դե օդակաթիլային ընդհանրապես ոչ մի առումով չի կարող փոխանցվել, այնպես որ հանգիստ թող լինեն, դա փոխանցվում է միայն տզերի միջոցով։ Այդպես հեշտ չի վարակվելը։ Ինչպես
պատկերացնում ենք այլ վարակների դեպքում ինչ հիգիենա պահել, եթե արդեն տիզը տեսել ենք կամ կարողացել ենք հեռացնել, ես արդեն ասացի, իմիջիայլոց համացանցում բազմաթիվ ռոլիկներ կան, տեսանյութեր կան, որտեղ հենց շատ պարզ հանրամատչելի ցուցադրվում է ինչպես հեռացնել տզին ճիշտ ձևով։ Հեռացնելուց հետո տնային պայմաններում ցանկացած անտիսեպտիկ լուծույթով ես նորից կկրկնեմ սպիրտ, ջրածնի պերօքսիդ, յոդի լուծույթ, ինչ որ ունեն, զուտ տեղային մշակում են, որպեսզի երկրորդային բակտերիալ ինֆեկցիա չգումարվի։ Այսինքն այլ քսուկներ չորացնելու, ինչ որ։ Ոչ, միևնույն է դա որևիցե օգնություն չի տալու։ Այ արդեն քսուկները երբ որ տեղային բորբոքում է առաջանում կամ քոր է առաջանում, նոր քսուկները նշանակում ենք, բայց ես արդեն նշեցի, որ իհարկե դա էլ ի վնաս պացիենտի կլինիկորեն ոչ քոր է լինում, ոչ ցավ է լինում, այ պետք է արդեն այդ օղակաձևերի թեման ինքը շատ մեծանա, տարածքով արդեն հետագա ավելի ուշ շրջաններում հնարավոր է լինի քոր անհանգստություն, բայց սկզբնական շրջանում որևիցե գանգատ չի լինում եւ այդ իսկ պատճառով մարդիկ շատ ուշ են իմանում, որ իրենց տիզը խայթել է։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր է, շատ արկածային էր, ասեմ ձեզ։ Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար։ Հետաքրքիր էին եւ հարցերը եւ պատասխանները։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժնի ղեկավար բժիշկ վարակաբան Անահիտ Առաքելյանի հետ զրուցեցինք Լայմի հիվանդության վերաբերյալ։ Եթե սկիզբը բաց եք թողել, ապա մեր կայքում ես առողջ եմ բաժնում կարող եք լսել, շուտով ամառ է, մենք քաղաքից դուրս շատ ենք լինելու, պետք է հատկապես ուշադիր լինել նաև տզերից։ Մնացածից էլ եւ տզերից էլ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչյանը, շնորհակալություն ձեզ շատ եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։